բոլորդ էլ գիտեք, որ հիմա կրիպտոարժութային այս աշխարհը որ կա, զուգահեռ մեր իրականության իր ճանապարհը փորելով ասեմ, ցածկերով ասեմ, բայց գնում է։ Այսօր մոտավորապես 6-7 տրիլիոնի հավանաբար այս սֆերային որոշակի այսպես խողովակները հաշվի առնելով, նա կունենք 6-7 տրիլիոնի կապիտալիզացիա Հայաստանում։ Այս բնակավարը ինչի չի օրենսդրորեն ամրագրվում։ Այդ կենտրոնական բանկի նախագահը է, որ հավեսով տեղավորվել է, 7-800 հոգի աշխատող են բերել տեղլցրել, որ մեկին խոսացած դաս կտա, մի հատ դաս կտա, էլի ձևի, փոշմանից որ բարվել ես, էլի։ Ժամանակին համընթաց չեն կարողանում Այս մարդիկ գիտեք ինչ են անում։ Այս մարդիկ պարզապես բանկային Հայաստանի Հանրապետության ռեզերվացիա է ստեղծել, ռեզերվացիա, ցանկապատված տեղ, որտեղ ոչ գայլերն են մուտք գործելը, ոչ էլ ոչխարները։ Գայլերը նկատի ունեմ ավելի ագրեսիվ եւ ավելի բանկային հմուտ քաղաքականություն արմեցան բանկերը, չէ՞։ Իսկ ոչխարները ասելով ենթադրենք այլ երկրների ցենտրադրենք, այս ոչխար երեք չեմ ասում ոչխար են։ Համատուցան մեջ եմ ասում էլի, որպես մետաֆորիկ։ Հիմա բայց նայեք ինչ է ստացվում։ Մեր կենտրոնական բանկից ամեն ինչի մեջ չկա։ Հիմա ոչ մեկի մոտ զարմանք չի հարուցում, ինչի ենթադրենք հայկական Արշին բանկը կլանեց խոշորագույն HSBC բանկի ենթադրենք հայաստանյան մասնաճյուղը։ Ոչ մեկի մոտ այդ հարցը չկա։ Հասկանալ է, որ ոչ մասնակիցները դրա մասին ոչ հասկանալու են, ոչ էլ իմանալու, բացատրելու դեմքուց, բայց Հայաստանում ստեղծվել է բանկային ռեզերվացիա եւ այդ բանկային ռեզերվացիայի այսը գլխավոր շահառու, պահառուն, ենթադրենք կազմակերպիչը, ենթադրենք SS, բազմաթիվ այնտեղ բաներ կան, էլի։ Այս հիմիկվա ղեկավարության կենտրոնական բանկի։ Այդ մարդը չի ասում, օրինակ մի հասարակ դες հարստամ։ Մի հասարակ հարստամ չի ասում, եղբայր, եթե բանկերը, որոնց տվյալներ ես փայլում գիտեմ, մոտավորապես 1 միլիարդ 100 միլիոնի անցյալ տարի շահույթ են ունեցել, չէ՞, շահույթ։ Այո։ Ինչու է պետությունը այդ վարկառուների, անհուսալի վարկառուների եկամտահարկը վերադարձնում ինձ բանկերին։ Ինչու։ Կարող եք ասել։ Մեկ ընդհանրապես մեկ բացատրություն կա դա եւ մեկ պատասխան։ Հայաստանում գործում է բանկային չարագուշակ, չարաղետ լոբինգ։